Հարմար նստիր, թեյ վերցրու, քեզ հետ Գոհարն ու Անին են։ Մենք չենք բուժելու, ուղղակի խոսելու ենք հոգեբանության մասին, պարզ ու հասկանալի։ Նենց ոնց կխոսեիր ընկերներիդ հետ, բայց կլինի գիտահեն։ Սա ոնց ես ոդկասթն է հոգեկան առողջության մասին, որտեղ դու ընդունված ես նենց ոնց կաս։ Բարև ձեզ, ձեզ հետ Անինա Եվ Գոհարը։ Սա մեր ոնց ես ոդկասթն է հոգեկան առողջության մասին։ Այսօրվա մեր թեման այն է, թե ոնց է ստացվել նենց, որ մեր տատիկ-պապիկները, ծնողները այն ժամանակ դեպրեսիա ու հոգեկան առողջության ոլորտի այլ խնդիրներ չեն ունեցել։ Բայց ընդհանրում եմ ունեցել են ուղղակի կամ տեղյակ չեն եղել, կամ թաքցնում են հաստատ մի բան, էլի մի բան ինչի՞ց թե պարզենք։ Այո, այսօր մենք դա կպարզենք։ Սկսենք նրանից, որ հոգեկան ոլորտի, թե ֆիզիոլոգիական ոլորտի գրեթե բոլոր հիվանդությունները կային, համ այն ժամանակ, համ հիմա կան։ Ուղղակի մարդիկ այն ժամանակ չգիտեին դրանց ոնց անվանեին, չգիտեին այդ ինչ է, չգիտեին նրանց հետ ինչ է կատարվում, դրա համար էլ հիմա մենք լսում ենք այդ արտահայտությունները, որ մեր ժամանակով չկար այդ խնդիրները։ Ու ընդունված էր ասել օրինակ, չգիտեմ, այդ մարդը խնդրով է կամ դե բնավորությունն է տենց, խառնվածքն է տենց ու բնականաբար այդ մարդիկ առանձնանում էին, ենթադրում եմ, եւ ֆիզիկական իրեն ինչ որ առանձնահատկություններով իծն է թեկուզ բնածին, եւ թե ենթադրում եմ հոգեկան ինչ որ կամ ոնց է ճիշտ ձեռքբերովի, թե այսինքն կամ կյանքի ընթացքում են ինչ որ բան ձեռք բերել, ախտորոշումներ կամ կարող է իծնե ինչ որ բաներ ունեին, ախտորոշումներ ունեին, որ էլի ծանոթ չէր ոչ ոք ու այդպես ուղղակի այդ մարդիկ տենց կամ իզոլացված էին ապրում երեխաները կամ փորձում էին ինտեգրել, բայց լիարժեք չէր ստացվում։ Իրականում շատ հավես է այն, որ այնքան է զարգացել գիտությունը, որ գրեթե բոլոր ոլորտների հետ կապված մենք ունենում ենք հետազոտություններ ու ապացուցված խնդիրներ, որ քանի որ գտնելու դեպքում խնդիրը մենք կարանք իրան որոշակի լուծում տանք, եթե դա հնարավոր է, ու այդ շատ հավես է։ Օրինակ տուբերկուլյոզը միշտ եղել է։ Ուղղակի մարդիկ այդ մասին չեն իմացել, թե չէին իմացել իրանց հետ ինչ է կատարվում, ու ինքը անվանվել է այդպիսին 1800-ական թվականներին ու ոնց որ բարեբախտաբար գտնվել է իր բուժում ու շատ հավես է, որ մնացած հիվանդությունների հետ կապված էլ կա այդ հետազոտությունները, կա իրանց բուժումները։ Նույնը կատարվում է հոգեկան առողջության ոլորտի հետ, երբ որ դու հայտնաբերում ես խնդիրը, դու իրան անվանում ես, դու գիտես, որ կա այդ հիվանդությունը, դու արդեն կարողանում ես գտնես թույլատրելի բուժումները ու ունենում ես բուժում ու ավելի առողջ անձ, ավելի սոցիումում ադապտացված մարդ։ Այո, իրապես բավական մեծ է տարբերությունը, ինչ խոսք նախ այն ժամանակվա ու հիմիկվա մեջ, որտեվ կա արդեն ավելի հասանելի հոգեկան առողջության հետ կապված ծառայություններ եւ կարելի է դիմել, գուցե Հայաստանում այդքան շատ չի դեռ տարածված, բայց ընդհանրապես հասանելի է արդեն շատ ավելի շատ ու առողջ արդեն հնարավոր է ավելի հոգեպես առողջ լինել, ենթադրում եմ, քան այն ժամանակ, երբ որ ընդունված էր ասել, որ հոգեկան առողջության հետ կապված բացարձակ խնդիրներ չկան եւ ամեն ինչ շատ լավ է, դեպրեսիա չկա, չգիտեմ, ոչ մի տենց ինչ որ տագնապային խանգարում չկա։ Հա, իհարկե, ու մի բան էլ կուզեմ ավելացնեմ, որ այն ժամանակ շատ սահմանափակ էր ընկալումը հոգեկան առողջության ոլորտի խնդիրների, քանի որ անվանում են մի քանի բառով մարդկանց, ովքեր ունեն շատ լուրջ խնդիրներ ու բացարձակ ադապտացված չէին սոցիումում ու իրանք էին համարվում ոչ նորմալ։ Նու անվանում էին գիժ, ենթադրում եմ այդտեղից էլ հետո գալիս էր գժանոց անվանումը, եթե այդ, չգիտեմ, կենտրոնում այդ հատվածում աշխարհական դիրքում կար հոգեկան առողջության բուժման ինչ-որ կետ, իրականում մինչև հիմա էլ հասարակության ինչ-որ մի հատված այդպես է անվանում, ցավոք սրտի։ Գժի թուղթ ասելով, եթե մարդը, չգիտեմ, հայտնվել օրինակ Ավանի հոգեկան առողջության կենտրոնում բուժում է ստացել եւ դուրս է գրվել, կարա ինչ որ մի հասարակության հատված դա համարի բավականին մեծ խնդիր, որ այդ մարդը ինչ որ տենց ուրեմն լուրջ ինչ որ բաներ ունի։ Շատ ցավալի է, որ մարդիկ մինչ օրս ոնց որ ունեն այդ պատկերացումները, ես շատ մեծ հույս ունեմ, որ գնալով քչանում է։
Ենթադրում եմ, հա, ու այդ շատ ավելի լավ է, ու դրա համար էլ ոնց որ կուզեմ ավելացնեմ, որ մեր ոդկասթը հենց այն մասին է, որ մարդիկ իմանան հոգեկան առողջության ոլորտի ամեն ինչի մասին, իմանան խնդիրների մասին, իմանան, որ դա նորմալ է, յուրաքանչյուր մարդ կարող ունենա այդ խնդիրները ու այդ լրիվ օքեյ է։ Ուղղակի կարևոր է հասկանալ իրանց ճիշտ ժամանակին ու իհարկե դիմել մասնագետի, որպեսզի քո կյանքի որակ ավելի չվատանա։ Այո, միանշանակ կիսում եմ Գոհարի բոլոր բառերը։ Վերադառնանք մեր թեմային, թե ինչի են մեր տատիկ-պապիկները, ինչի իրանք դեպրեսիա չեն ունեցել, ասես մի հատ հեշտ բան կա հասկանալու ինչի, որովհետև զարգացած չի եղել հոգեբանությունը որպես գիտություն, հա, սկսենք նրանից, որ ինքը զարգացել է որպես առանձին գիտություն փիլիսոփայությունից 1800-ականներին, հա, Եվրոպայում, հետո Ամերիկայում է տարածում ստացել, իսկ Հայաստան ինքը բավականին ուշ է եկել, ես կուզեմ մի հատ փոքրիկ բան պատմեմ ստեղ, առաջին, գուցե սխալվում եմ, բայց ես տենց ինֆո ունեմ, ուղղեք ինձ կոմենտներում, եթե դուք ուրիշ ինֆո ունեք այս ամեն ինչի մասին, բայց ես գիտեմ, որ Հայաստանում առաջին անգամ հոգեբաններ եկել են, երբ որ եղել է Գյումրու երկրաշարժը ու իրանք եկել են, որպեսզի կարողանան աջակցեն, հա, աջակցություն ցույց տան։ Ու այդ ժամանակվանից ոնց որ Հայաստանում սկսել է զարգանալ հոգեբանությունը ու ինքը բավականին նոր է մանավանդ Հայաստանի համար։ Դրա համար էլ ոնց որ մեր մեծերը չեն իմացել իրանց այդ ինչա կատարվում, եթե իրանք իրանց լավ չեն զգացել։ Դրա համար մեղադրելու չի ամեն դեպքում հասկանալի է։ Միանշանակ մեղադրելու չի, զուտ փորձում ենք հասկանալ, թե ինչու կոնկրետ մեր հասարակությունում ընդունված է հերքել հոգեկան առողջության հետ կապված խնդիրների այդ մեծ հատվածը էլի։ Նոր ենք սովորում, որ կա տենց բաներ։ Իդեպ մի հատ սենց փաստ կա, այսինքն չգիտեմ ինչքանով է փաստ, մեզ հասել է տենց, երևի թե տենց էլ եղել է։ Այն ժամանակ Հիպոկրատի ժամանակ դեպրեսիան անվանել են մելանխոլիա։ Իհարկե այդ բառը ոնց որ մեզ հիմա շատ էլի ծանոթ է, բայց ոնց որ այն ժամանակ գիտեին թե դա մելանխոլիան է ու բուժում էին մելանխոլիան աղոթքներով։ Ամեն կրոն իր աղոթքով, թե որ կրոնում որ ընդունված էր։ Թե ընդհանուր ինչ-որ մանտրա կար։ Չգիտեմ, երևի թե Այդ չի հասել երևի։ Այդ չի հասել մեզ։ Բայց ենթադրում եմ, որ այն մարդիկ, ովքեր ընդունել են առհասարակ այդ մելանխոլիա գաղափարը, երևի թե ամեն մեկը իր ձևով է աղոթել, բայց ինչի են աղոթել, որովհետև մարդիկ մտածել են, որ այն մարդիկ, ովքեր մելանխոլիկ են, ունեն մելանխոլիա հիվանդությունը, դա Աստծո կողմից պատիժ է իրանց։ Ենթադրում եմ, որ իրանց շատ վատ են զգացել ու փորձել աղոթքներով բուժել ու գրված էր, որ այդքան էլ ոնց որ չի հաջողվել, չի օգնել, հասկանալի պատճառներով։ Ու շատ հավես է, որ հիմա մենք ունենք բուժումները հստակ, հա, ոնց որ դեղորայքային, թերապիա եւ այլ։ Ու ինչի՞ չէ, ես կասեմ, որ գուցե որոշ իրավիճակներում հավատալը կարա օգնի։ Չենք կարող ասենք, որ չէ։ Բայց նաև ես շատ կողմնակից եմ հստակ խնդիրներին տալ հստակ լուծումներ, մասնագիտական, այո, միևնույնն է, դա անփոխարինելի է։ Վերադառնանք մեր թեմաներին, մեր տատիկ-պապիկներին, ծնողներին, թե ամեն դեպքում ինչ իրանք չունեին դեպրեսիա, քանի որ կար նորմայի հասկացություն, մի քանի տարի առաջ, մի քանի տասնամյակ առաջ կար այդ նորմայի հասկացությունը, հիմա էլ կա, բայց այն ժամանակ շատ ավելի խիստ էր այդ նորման ու ամեն մարդ գիտեր ինքը ինչ է անում, որտեղ աշխատում, ինչ է անում, ինչ ընտանիք պիտի կազմի։ Այո, իրանց ապրելու ձևը կար։ Այո։ Ու այդ նորմայից շեղվելը օքեյ չէր։ Էմոցիաները արտահայտելը օքեյ չէր, տխրելը, հոգնելը, հա, ոնց որ դու պիտի արթնանայր, գնայր քո գործը, անեիր, գայր տուն, քո ընտանիքի մոտ։ Իսկ հիմա մենք ունենք խոսքի իրավունք, խոսքի ազատություն, ունենք էմոցիաների արտահայտելու իրավունք, իմանալու, գիտակցելու, ընտրելու ինչ որ բաներ ընտրելու չաշխատելու, եթե հնարավորություն կա։ Այո։ Այն ժամանակ ընդունված էր չէ ասել, որ չգիտեմ, եթե մարդը լավ չի, ասում էին գնա աշխատի կանցնի։ Այո։ Ոչ մենակ ընդունված է, բայց
Շատ էր։ Ոչ մենակ աշխատի, հա, ամուսնացի, մի քիչ առաջ խոսում զբաղվի, մի բանով զբաղվի, Այո։ քեզ զբաղմունք գտի, հա, տենց մեծերը շատ են ասում, քեզ զբաղմունք գտի կանցնի, ժամանակ չես ունենա դրա մասին մտածելու։ Այո։ Իսկ կանովը դա առողջ չի, բայց այդ տենց է հաճախ։ Իրականում, այո, ինքս իմ վրա նկատում եմ, որ աշխատանքը, այո, փոխարինում է լիքը բաների մասին մտածելու այդ մասը, բայց հետո դա կարա ինչ-որ կուտակվի ու այդ բանի ձնագնդի էֆեկտը տա։ Այո, քանի որ մի օր պարկես ու սկսվի քո դեպրեսիան։ Այո, քանի որ այդ ամեն դեպքում փախուստ է իրականությունից, հա, դու գնում ես աշխատում ես կամ ոնց որ օրդ լցվում է, կամ դու խաղում ես համակարգչով կամ թերթում ես reels, թերթում ես լրահոսը, չգիտեմ, ուրբաթ երկու գնում ես խմել ծխվելու, ինչ-որ տենց անառողջ բաները սկսում են, անառողջ այն իմաստով, որ դա արդեն դառնում է ինչ-որ կրկնվող պերիոդիկ, ինչ-որ սովորութային, չէ, եթե ճիշտ եմ ասում։ Այո։ Դառնում է սովորություն, ինչ-որ գալիս է փակում է այն մյուս կարիքները, որ իրական պետքա ուրիշ ձև լուծես։ Այո, քանի որ դա ամեն դեպքում փախուստ է քո իրականությունից, քո էմոցիաներից, դու չես կարող քեզ լսես, քեզ հասկանաս ինչա քո հետ կատարվում ու մի օր հավանաբար կգա այն կետը, որ դու burnout կունենաս ու կամ կունենաս դեպրեսիա կամ չգիտեմ, տագնապ։ Ինչ-որ մի ձև կարտահայտի քո օրգանիզմը այդ վերջին բանը էլի, խազը արդեն կզգաս, որ էլ տեղ չկա։ Այո, քանի որ էդ էլ ասենք, որովհետև այդ շատ կարևոր է, ինչքան է կապված մեր հոգեկան առողջությունը մեր ֆիզիկական առողջության հետ։ Այսինքն, եթե դու օրինակ երևի լսել եք, որ կարած գնաս մարզվես ու ավելի լավ զգաս քեզ։ Այդ իրականում տենց է։ Իհարկե դեպրեսիայից չի բուժի, բայց երբ որ դու շարժվում ես, մարզվում ես, հա, ակտիվ ես պահում քո մարմինը, դու քեզ ավելի լավ ես զգում։ Հա։ Շատ են ասում նաև, որ երբ որ գնում ես զբոսնելու, զուտ թթվածին նորմալ շնչելն էլ օգնում է արդեն ինչ որ չափով, ամբողջությամբ չի իհարկե, բայց ինչ որ չափով այդ դեպրեսիայի մասը բուժել չասեմ, բայց ինչ որ ձևով հանգստացնելու թեթևած։ Դե ոնց քննարկեցինք ու բարձեցինք հոգեկան առողջության ու ֆիզիկական առողջության ոլորտի գրեթե բոլոր խնդիրներն էլ միշտ եղել են։ Ուղղակի եղել է մարդկանց ընկալումը ուրիշ այդ ամեն ինչի վերաբերյալ։ Ու քանի մենք զարգանում ենք, գիտությունը զարգանում է, ամեն ինչ իրանց անուններով է կոչվում ու ամեն ինչ ունենում է իր բուժումը, հնարավոր բուժումը։ Այո, մարդիկ սկսում են ավելի շատ կրթվել, ինքնակրթվել, ինֆորմացիան ավելի հասանելի է դառնում, կարելի է նույնիսկ ChatGPT-ի հետ խոսել, կիսվել ու ChatGPT-ն արդեն առաջարկի օրինակ դիմել մասնագետի, ChatGPT-ն մասնագետի բան չի, փոխարինիչ չի, բայց կարա օգնի, որ ավելի հեշտ գնաք դեպի այդ քայլը ու հոգեպես, ֆիզիկապես լինեք ավելի առողջ միանշանակ։ Բարձեցինք, որ դեպրեսիա всё-таки կա։ Այո, ու մի հատ շատ կարևոր բան, հոգեբանին դիմելը ամոթ չի։ Եղեք հոգեպես առողջ։ Ու вообще մեդիտացիաները ու յոգան շատ լավ բան է, կարելի է դա անել, քանի որ դա լավ է համ ֆիզիկական առողջության համար, համ հոգեկան առողջության համար, ու вообще ամեն ինչի համար լավ է։ Մարմնի համար, հա, ես իհարկե չեմ հասել յոգային, դեռ գնում եմ դանդաղ քայլերով, մի հնդիկ բան կար, ստենդափեր կար, որ ասում է, երբ յոգան դարել ակտիվ բան, ժամանակ անցկացնելու ինչ որ բան, եթե ինչ որ մեկը շատ վրազում է յոգայի, ուրեմն դա արդեն յոգա չէ։ Ասում է կամ խիա յոգայի ժամանակ բան, քիփ շորեր եք հագնում, շատ պատրաստվում եք, բայց յոգան вообще դրա մասին չի։ Այո, յոգան պետք է լինի հանգիստ։ Ու вообще իրական լավ բան է։ Ես ունեցել եմ երկար փորձ, բավական հավես էր, համ հոգեկան առողջության համար, համ ֆիզիկական։ Լավ, պետքա փորձել յոգա։ Այո։ Պակա կյանքիկներ։ Ց